Բարև ձեզ հեռուստատիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, կիրակի առավոտյան ժամը 10-ին այս կայանով։ Այս ծրագիրը բոլոր ծրագիրները հեռարձակվող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Antenna-ով 10.4 ալիքով եւ ABC.tv ծերերախոսների վրա ինտերնետի միջոցով, Facebook-ի միջոցով եւ social media-ով կարող եք հետևել բոլոր այն ծրագիրները, ինչ որ հեռարձակվում են այս ալիքի միջոցով։ Այսօր ես պիտի խոսեմ այս նյութերի մասին։ Նախ ընտրության մասին պիտի խոսեմ, James Comey մասին խոսեմ, քիչ հետո բացատրությունները, Անգլիայի թագավորը Ամերիկայում էր, բենզինի մասին խոսեմ եւ շարունակեմ այդպես ծրագիրը։ Իսկ նախքան խոսել այս նյութերի մասին, ուզում եմ հիշեցնել Շանթ հեռուստաալիքը Հայաստանից ուղիղ միանում է, հեռարձակվում է հարավային Կալիֆոռնիայում։ Այդտեղ Շանթում Spectrum-ի 1629 եւ 381 ալիքներով կարող եք հետևել բոլոր այդ ծրագիրները, ինչ որ առավոտյան Շանթում 8-ից մինչև ժամը 10-ը կտեսնեք, դրանից հետո երաժշտական բաժիններ, երաժշտական մրցություններ, հետո ֆիլմեր, սերիալներ եւ գիշերը ժամը 8-ին եւ գիշերը ժամը 10-ին թարմ լուրեր կարող եք լսեք Հայաստանից, այ Շանթի հեռարձակումները, այ Vision-ի միջոցով հարավային Կալիֆոռնիայում։ Եթե դուք բիզնես ունեք, ցանկություն ունեք այդտեղ ձեր գովազդը տեղադրեք, զանգարեք այս հեռախոսահամարին։ Իսկ նաև ես ուզում եմ հիշեցնել, ընտրությունը տեղի ունենալու այս քաղաքում, Գլենդելում, երկուշաբթի օրվանից, գալիք երկուշաբթի, երեքշաբթի եւ չորեքշաբթի դուք քվեաթերթիկներ կստանաք, բալետ եք ստանալու։ Այդ բալետը շատ ամուր ձեզ մոտ պահեք։ Եթե կան ձեզ ասեն վրեժի կողմից են եկել, անպայման վստահ եղեք այս հեռախոսահամարը ունեք։ Շատ հեշտ է 818 4 մնացածը բոլորը 9 զանգահարեք այս հեռախոսահամարին։ Իսկ նաև հիշեցնեմ ձեզ, որ ես 5 տարի 4 ամիս քաղաքապետարանի խորհրդի անդամ եմ եղել եւ քաղաքապետն եմ եղել։ Մեծ աշխատանքներ կատարեցի եւ այդ աշխատանքները կիսատ մնաց, որպեսզի կարողանամ շարունակեմ, դուք պետք է անպայման քվեարկեք ինձ, Վրեժ Աղաջանյան 12 անուն կա այնտեղ, եթե նայեք ես այդ լիստի ներքևում եմ մոտավորապես, ուրեմն 12 անունները այդ ցանկի մեջ, որ քվեաթերթիկ կստանաք, կտեսնեք, 12 անունի մեջ ես մոտավորապես ներքևում եմ 9-րդը, բայց համարներ չկա, չեմ ուզում համար ասել, որտեղ մտահոգ եմ համարի հետևից են հետո փնտրում։ Ուրեմն այդ 12 անունները, որ քաղաքապետարանի խորհրդի անդամակցության ընտրության համար է, ես Վրեժ Աղաջանյան այդ ցանկի ներքևում եմ գտնվում, ուշադիր եղեք, որպեսզի քվեարկելիս սխալ չքվեարկեք, ուրիշի համար քվեարկեք, կարծեք, որ ինձ համար եք քվեարկել։ Իսկ ընտրությունը շատ կարևոր ազդակ է, բայց ավելի կարևոր Գլենդելում 80,000 հայ ապրում, որ քաղաքացի է, 100,000 հայ ապրում, բայց 20,000-ը կամ գրին քարդ ունեն կամ անօրինական են այստեղ, 40,000-ը գրանցված են, իսկ 40,000 մարդ մինչ հիմա չի գրանցվել։ Եթե այդպես է, եկեք այստեղ 11-10 սոնորա փողոց, կամ զանգարեք 818 2 4 մնացածը բոլորը 9, տեսնում եք 2 4 9 հեռախոսահամարն է։ Ձեր քաղաքական պարտականությունն է, հետո գալիս են ինձի, ասում են բնակարանի հարց են խոսում։ Ես այնտեղ 507 բնակարան են կառուցել, տարբերությունը եթե ուզում եք անդրադառնաք, 507 բնակարան կառուցվեց իմ ճնշումներով։ Իսկ նրանից հետո որ ես գնացել եմ, ես արդեն 4 տարի այնտեղ որևէ ծրագիր չկա, ոչ թե չարին, այլ չկա։ Հիմա ինչ կան այստեղ մատչելի կներով եւ այլն, բոլորը սուտ է։ Եթե ես չընտեղ չլինեմ, ոչինչ տեղի չի ունենալու։ Բիզնեսներին $5,000 այդ ժամանակ բիզնեսներին, փոքր բիզնեսներին իհարկե, գումար եմ, պատճառ եմ դարձել, գումար են հատկացրել։
Մինչ հիմա Գլենդելում ոչ սրանից նախքան իմ այդ աշխատանքից գումար հատկացրել ոչ էլ հետո տարեցներին $300 ամիսը 3 տարի գումար հատկացրի այդ իմ ճնշումների հետևանքով ծես նրանք որ 70 տարեկանից ավել են գումար իրենց վճարեն, որովհետև դժվար կացությունը, տեսնում եք թանկությունը։ Հիմա գալիս են ինձ ասում են, պարոն 300 կտրվեն է, ինչ կլինի, ես բան չեմ կարող անել։ Դուք պետք է քվեարկեք, որ գնամ, եթե կարողանամ, փոփոխությունը ինչպես անցյալում արել եմ բերեմ։ Ամենակարևոր հարցը ուրեմն շուտով բալեթը գալու է։ Մեկը գալիս է ձեր դուռը թակում է, մի հարցրեք, դուք վրեժի կողմից եք եկել, նրանք էլ ասում են այո։ Հեռախոսը համար կա։ Դուք իրեն հարցրեք, որտեղ նածուի կողմից ես, եթե եկել ես դուռս թակել ես, եթե չես ուզում խոսել, դուռը փակի իր վրա։ Մի պատասխանի։ Բայց նախ հարցրեք ում կողմից է եկել, եթե ուզում եք խոսեք եթե, եթե չէ զանգարեք այս հեռախոսի համարին 24 մնացածը բոլորը 9 հեռախոսի համարին զանգարեք եւ օգնեք ինձ, որ օգնեմ ձեզ։ Իսկ նրանք որ հնարավորություն ունեն, սա մեծացնենք այս քառակուսին հեռախոսի, եթե պահեք, եթե կարող եք նաև գումար հատկացնեք, որ ես կարողանամ։ Հիմա պատկերացրեք, մեկ տեխնացում արդեն $170,000 փող է հավաքել։ Իսկ ես մի քանի հազար եմ հավաքել։ Տարբերությունը տեսեք։ Եթե դուք ունեք հնարավորությունը ձեր տղան կամ ձեր հայրը մեկը ունի հնարավորություն օգտակար լինելու այդ քառակուսի մենք կարող եք բաց անել ու ձեր նվիրատվություն անեք եւ ես շնորհակալ կլինեմ այդ առիթով որովհետեւ կարողանամ ձեզ օգտակար լինեմ ասում եք կեղտոտ է քաղաքը աղբի մասին եք խոսում եւ այլն եթե այն ժամանակ որ ընտրվենեմ դուք կարող եք այդ հարցերը ինձ ասեք հիմա ինչ պետք է ինձ ասում եք ամենայն դեպս ինչպես անցյալում Ձեր օգնությամբ հույսով կգնամ այնտեղ եւ կօգնեմ ձեզ, օգտակար կլինեմ ձեզ։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսել նաեւ Ջեյմս Քոմիի մասին։ Ջեյմս Քոմին այս երկրում 2000 թվին, տեսնում եք Ջեյմս Քոմին, 2000 թվին ինքը գլխավոր դատախազի տեղակալն էր։ Ashcroft դատախազն էր, Ջորջ Բուշ զավակի ժամանակ էր։ Հետո Ashcroft-ը հիվանդանում է, իրեն հիվանդանոց են տանում, շատ վատ է լինում իր վիճակը, ուրեմն տեղակալ այդ աշխատանքն է անում։ Գալիս են այս մարդուն դատախազությանը, ասում են, որ պիտի որոշ թղթեր ստորագրի, որպեսզի կարողանան ձերբակալեն որոշ անձիկի, ինքը չի կատարում է այդ, ասում են լավ կգնանք Ashcroft, հիվանդանոցը կտանք ստորագրի, ինքը արագորեն փոլիսը կանչում է, որտեղ դատախազն էր, տեղակալն էր այդ ժամանակ, փոլիսի միջոցով արագ ասում է իրեն հիվանդանոց, ասում է գալիս են քո ստորագրությունը վերցնեն եւ տեղեկացնում է ինքը նախարարին տեղեկացնում է եւ նախարարը չի ստորագրում այնինչ որ Ջորջ Բուշի ժամանակ, Զավակ Բուշի ժամանակ որոշ աշխատանքներ, որ չպիտի լիներ օրինականացնելու համար։ Ամենայն դեպս, հետո ապակայում դարձավ Օբամայի ժամանակ եւ Թրամփի ժամանակ իրեն նշանակեցին FBI-ի ոստիկանության ղեկավարը, FBI-ի այս երկրի անվտանգության Միացյալ Նահանգների ոստիկանությունն է։ Նախագահ Թրամփը քիչ հետո կտեսնեք, վիդեոն հետո կտեսնեք, որ մի օր կանչում է իրեն իր առաջին նստաշրջանի ժամանակ, Թրամփի առաջին նստաշրջանի ժամանակ եւ իրեն կանչում է եւ ասում է, որ ես նրանք որ ինձ հետ աշխատում եմ, ուզում եմ, որ ինձ ասեն, որ հավատարիմ են լինելու ինձ ինքը նախագահին հավատարիմ են լինելու, որ ինչ որ ասում է կատարեն։ Ինքը ասում է, որ կներեք, պարոն նախագահ, ես հավատարիմ եմ Աստծուն եւ հավատարիմ եմ երկրի օրենսդրությանը, Constitution-ին եմ հավատարիմ։ Եթե դրանց հավատարիմ եմ, մնացածը ես կաշխատեմ
քեզ համար կամ որևէ անձի համար ինչ որ օրենքն է ասում, այդ չեմ կարող հավատարիմ լինել այդպես, որ իր ցանկությունը շատ բարկանում է Թրամփը եւ քիչ հետո իրեն աշխատանքից անում է։ Իրեն մեկ անգամ այնքան բարկացած էր, երբ նորից երկրորդ նստաշրջան եկավ, առաջին անգամ իրեն տատի տվեց։ Եվ նաև մեկ կնոջ քիչ հետո ցուցադրեմ, որ Նյու Յորքի տատախազն էր, որ Թրամփին տատի էր տվել 2024-ին, նախքան Թրամփը նախագահ երկրորդ անգամ նախագահ ընտրվի։ Ուրեմն իրեն, որովհետև առաջին անգամ տատի տվել էր, դատավորները ասացին, որ անօրինական է, ոչ մի հիմք չունի այդ դատը, որ այս մարդու դեմ բաց է կարել։ Հիմա մեկ անգամ ավազի վրա գրում է 86-47, որ կտեսնեք, 86, այսինքն այն է, որ ազատվել մեկից կամ ձերբ ազատվել մեկից, այս նշանակություն ունի, կարող է, այսինքն սպանելով ազատվել, ամենայնտեպս, բայց ինքը այդ նպատակը չի եղել, հետո որ անդրադառնում է, մաքրում է այդ, որ ավազի վրա սարքեն էր, նկարեն էր, social media-եր դրեն, մաքրեց այդ տեղից, ասելով, որ ես չէի իմանում, այդ է նշանակում, տեսնում եք 86-47, 47 նախագահ Թրամփի համարն է, ինքը մտածել էր, որ ձերբազատվենք Թրամփից, այսինքն ընտրական այդ նպատակով, եւ բայց նաև կարող է իմաստ ունենալ սպանել, որ ինքը վերջ-վերջո գլխավոր դատախազ լինի, տեղակալ լինի, հետո դատախազի տեղակալն էր եւ FBI-ի ոստիկանության ղեկավարը նպատակ սպանելու չկար բնականաբար, այդպես է թվում, ամենայնտեպս Թրամփը նորից իրեն դատի է տվել։ Հիմա ես այստեղից ցուցադրեմ վիդեոն եւ տեսնեք ինչ է կատարվում։ Այստեղ տեսնում եք 86-47, սա Ջեյմս Քոմի իրեն տեսնում եք, ուրեմն դատ է նախագահ Թրամփի դատախազության հրաման է տվել Ջեյմս Քոմին նորից դատի տան, որովհետև այդ է արտահայտվել է, որ ուզում է սպանի Թրամփին, այս դատը այդպես է գրված, որ այստեղ տեսնում եք Ջեյմս Քոմի ասում է, ես չեմ անդրադարձել, որ իմ այդ համար գրելով, այսինքն violence, վայրագ աշխատանք նպատակս չի եղել եւ դրա համար էլ երբ իմացա հանեցի այդ գրությունը հանեն եմ, այսպես ասում այս նախկին դատախազ, այստեղ տեսնում եք, որ ասում է, բայց պատրաստ եմ, դատի հետ նորից կգնամ, դատախազ այդ կինն էր նախագահ Թրամփի, երբ որ երկրորդ նստաշրջանին այդ կինն է բանդի անունով, նախագահ նրան էլ աշխատանքից հանել է, հիմա տեղակալն է, որ իր նախկին փաստաբանն է, ղեկավարում է դատախազությունը, այստեղ տեսնում եք։ Քիչ առաջ մեկ կնոջ նկար տեսակ, այստեղ տեսնում եք, որ Նյու Յորքի դատախազն է սա, որ Թրամփը հիմա այս Ջեյմս Քոմի հետ դատի էր տվել, նա նաև դատավորը ասաց անտեղի է դատը եւ հանեց այդ դատը, հիմա, բայց Ջեյմս Քոմին հիմա նորից այս պատճառով դատի է տրված։ Սա տեղակալն է դատախազության, որ ասում է այդպիսով սպառնացել է Թրամփին, դրա համար մենք դատ ենք բացառել եւ այսպես տեսնում եք այս դատն է նախագահի դեմ, ուրեմն մեղադրում են իրեն, որ սպառնում է, որ եւ բացի այդ, որտեւ այդ գրությունը social media-ի վրա է, ուրեմն մեկ նահանգի մեջ չի, այլ բոլոր նահանգներում է, state line-ից անցել է այս 86-47 ինչ որ գրվել է, 86 ասացի ձերբազատվել կամ վերացնել 47-ը նախագահն է, սա ինչ որ տեսնում եք դրա մասին էր ինչ որ մեկ անգամ սպիտակ տան մեջ 2017 թվին նախագահ իրեն կանչում է եւ իր ականջին դա է ասում, որ դու պիտի այսպես խոստանա կամ ասի, որ ինքը հավատարիմ է իրեն, որ ինչ որ ձեզ ասացի, ասաց ես հավատարիմ եմ Աստծուն եւ երկրի սահմանադրությանը։ Նախկինում տատի էին տվել եւ հիմա նորից իրեն պիտի տատի տան այս FBI-ի ղեկավարին։ Ես պիտի
դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարի շարունակեմ ծրագիրը Էլին Մարտիրոսյան Փաստաբանն Հովանավոր 611 Նորթ Բրայան փողոցի վրա է գտնվում։ Եթե ակսիդենտ եք ունենում, անպայման զանգարեք այս հեռախոսահամարին, Փաստաբանի հետ խորհրդակցեք, որպեսզի ձեր մեքենայի վնասը ծածկելու համար կամ ձեր մարմնային վնասը ծածկելու համար զանգարեք, խոսեք Փաստաբանի հետ։ Երևան Post-ն է հովանավորում ծրագիրը։ Երևան Post-ը առաջարկում, եթե գնաք այնտեղ Granada Hills-ում միայն, Granada Hills-ի Երևան Post ծանոթ տանեք 8-անավով $2.99 է pound-ը, 10 pound տանեք, ուրեմն կդառնա $29.99, իսկ իմ անուն տակ կդառնա $19.99, ուրեմն $1.99 է pound-ը, եթե իմ անունը տակ։ Իսկ ծանոթը նավով ղրկեք, մի ծանոթ հանձնեք իրեն, իմ անունը տակ այնտեղ, երկու ուրիշ ծանոթը անվճար ձեզ կտան։ Ուրեմն եթե $40 ծանոթ վերցնեք, իմ անունը տակ երկու ծանոթ անվճար կտան։ Ուրեմն 3 ծանոթ $40-անոցը $120 փոխարեն ընդամենը $40 կվճարեք, եթե իմ անուն տակ։ Մեքենա կարող եք նաև ղրկել Հայաստան, իմ անուն տակ սեդանը $2400 է, 1699, SUV-ն $2500 է, $1790, եթե իմ անունը տակ կարող եք ղրկել Հայաստան։ Նաև ինչ որ եթե պիտի տեղափոխվեք, կահկարասիկներ ունեք, կարող եք ղրկել Հայաստան, այստեղ տեսնում եք նկարը։ Մարդիկ բերել են իրենց այդ Կոլորադո փողոցի վրա, այստեղ տեսնում եք նաև, եթե կարող եք տանել, հանձնել, որպեսզի ձեր կահկարասիկը ղրկեք Հայաստան, այսպես տեսնում եք։ Court Furniture-ն է հովանավորում ծրագիրը, եթե նոր մատրես պիտի գնեք, եթե գրասեղան աթոռներ պիտի գնեք, այցելեք Court Furniture։ Court Furniture-ը Ամերիկայում մեկ խանութներ ունի, Գլենդելում Սենտրալի մրթել։ Շահին Թուրն է հովանավորում ծրագիրը, Շահին Թուր ձեզ է առաջարկում ճամփորդություն, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, 10 օրվա թուր, այս հեռախոսահամարին զանգարեք։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան ատամնաբուժներն են հովանավորում, որը հարց ունեք ատամների հետ, լինդի հետ, իրենք 372 East Olive եւ Glennox փողոցի ատման կետում են, բայց ժամադրություն հարկավոր է զանգարեք այս հեռախոսահամարին։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում, եթե դուք վարձակալ եք, վարձել եք մեկ բնակարան, պետք է մաքուր լինի, մրջուն չպիտի լինի այդ բնակարանի մեջ, միջատներ չպիտի լինի ապարտմանը, մուկ չպիտի լինի, եթե այդպես է, ձեզ պիտի հատուցում տան։ Դուք ոչինչ չեք վճարում, եթե կարողացավ այդ հատուցումը ձեզ համար վերցնի, հետո կվճարեք։ Ուրեմն այս փաստաբանի հետ աշխատելիս, խոսելիս դուք ոչինչ չեք վճարելու։ Սա հեռախոսահամարն է, մինչև հատուցումը ստանա, հետո եք վճարում, այս հեռախոսահամարն է, կվերադառնա։ Չարլզ թագավորին եք տեսնում, որ այսօր օրենսդիր մարմնի առջև Սենեթի եւ ներկայացնի միասնական ժողովի առաջ ելույթ ունեցավ թագավոր Չարլզը։ Սա երկրորդ անգամն է, որ Անգլիայի այս 250 տարի ամերիկան պատմություն ունի, Անգլիայի թագավորները ներկայացրել են օրենսդիր մարմնի առջև։ Իր մայրիկն էր 1991 թվին, որ ելույթ ունեցավ նույն տեղում, 1991 թվին, տեսեք, տարիներ 30 քանի տարի անցել է այդ թվականից եւ հիմա այսպես տեսնում եք այդ ժամանակ ելույթ էր ունեցել։ Իսկ հիմա Չարլզն է, որ ելույթ էր ունենում այսօր այս միասնական ժողովի առջևը եւ որովհետեւ գիտեք հարաբերությունը Անգլիայի Ամերիկայի միցե ամենամոտիկ բարեկամն է Անգլիան Ամերիկայի պատերազմներին, երբ պատերազմ եղել մասնակցել են, իսկ այս տարի նախագահ Թրամփը երբ որ փետրվարի 28-ին արձակում կատարեց Իրանի վրա, անգլիացիք եւ բոլոր եվրոպական երկրներն չենք մասնակցելու, որտեղ մեր հետ չեն խորհրդակցի, Ամերիկան մեր հետ չի խորհրդակցել, լսեն է Իսրայելին, հարձակվել է Իրանի վրա,
բայց մենք մաս չենք կազմել, մեզ հետ որևէ բանակցություն տեղի չունեցել, դրա համար չմասնակցեցին, անգամ Անգլիան, որ ամենամոտիկ բարեկամն էր, օրինակ Իրաքի պատերազմին Ֆրանսիան չմասնակցեց, բայց Անգլիա, ուրիշ երկրներ մասնակցեցին։ Ամենայն դեպս աշխատում է, որ այդ հարաբերությունը ինչ որ մասամբ խզված է Թրամփի հետ վերականգնի Անգլիայի թագավորի աշխատանքը, այդ էր այսօր այստեղ էր եւ խոսում էր։ Հիմա դուք պատկերացրեք 1956 այդ ներողություն 1956 թվին նա Չարլզը երբ որ երեխա է եղել 56 տարի առաջ կներեք 56 տարի առաջ երբ Չարլզը երեխա էր այստեղ նախագահ Նիքսոնի հետ էր հանդիպել բայց այսպես ելույթ չէր ունեցել որտեղ անջան երիտասարդ տղա էր ամենայն դեպս եւ իր եղբայրը Անդրուն գիտեք մեղադրվեց որ բռնապարերն է աղջիկներին եւ այլն եւ ինքը ասել է որ հերու մնա պալատից դրա հիմա ամենայն դեպս այսօր տեսնում եք ելույթը Չարլզի եւ այնտեղ խոսում էր որ մենք տասնյակ տարիներ բարեկամներ ենք եղել այսպես տեսեք որ հայտարարվեց որ հյուրունեն Չարլզը այդ ժողովին այսօր մասնակցեց եւ հետո ինչ որ տեսնում եք այստեղ իր ելույթը ունեցավ գիտեք մի քանի օր առաջ էր որ խնջույք էր կազմակերպված Վաշինգտոնում եւ անդրադարձավ դրան եւ ասաց որ ուրախ է որ մի բան չի պատահել տեսնում եք այստեղ Անգլիայի թագուհին է երբ ելույթ ունեցավ այդտեղ 1991 թվին երկար տարիներ առաջ մասամբ 35 տարի առաջ տեսնում եք եւ այդտեղ ինչ ասաց թագուհին վերաբերում է երբ որ նախագահ Բուշ հայրը բոյով երկարաբոյ մարդ էր 6 ֆուտ 3 ինչ բոյ ուներ մոտավորապես պատկերացրեք 188 սանտիմետր բոյ ուներ Բուշը մեկ անգամ հանդիպելիս թագուհուն այդ բարձրախոսը ինչ որ տրենին Բուշի համար էին հարմարացրել իսկ թագուհին իր ելույթի ժամանակ այդ բարձրախոսը քիչ հետո կտեսնեք չեր երևում այստեղ ասում է շնորհակալություն որ բարձրախոսը այնպես են տրել ժողովուրդ որ դուք իմ դեմքը կարող եք տեսնել սա 1991 թվի մասին եմ խոսում այստեղ տեսնում եք երբ որ ելույթեր ունեցել հիմա իր տղան է ելույթ ունենում այստեղ տեսնում եք այդքան երկար տարիներից հետո այսպես նախագահ Թրամփի հետ սպիտակ տան մեջ նա տեսնում եք Չարլզին մասամբ համատարիք է Չարլզը եւ երկուսն էլ 79 տարեկան են այդպես տեսնում եք Չարլզ եւ Թրամփին սպիտակ տանը այսպես օդանավների հարգանքի այստեղ տեսնում եք Նիքսոնի հետ Չարլզն է ինչ որ տեսնում եք այդ երիտասարդ 56 տարի առաջ 1970-ական թվականներին նախագահ Նիքսոնի հետ սպիտակ տան մեջ եք տեսնում Թագուհուն եք տեսնում Էլիզաբեթ թագուհին է տեսնում եք այդ ասացի մեկ անգամ իր ամուսինի իր հետևից քայլում է 1991-ին իսկ նախքան այդտեղ կա Ջորջ Բուշ հայրի հետ այստեղ տեսնում եք մեկ տրիբյուն են դրել նախագահ Բուշը երկարահասակ մարդ էր եւ հիմա թագուհին պիտի խոսա բարձրախոսները շարված իր դեմքը չի երևում դրա համար երբ որ այնտեղ կանգնած էր ինքը ասում է որ ես ուրախ եմ այս անգամ բարձրախոսը միծև է տրված, որ այստեղ տեսնում եք, խոսում է բարձրախոսը այնպես է տրված, որ իմ դեմքը դուք ուրախ եմ կարող եք այս անգամ տեսնեք եւ բոլորը իհարկե այդտեղ ծափարում, ժպտում, ծիծաղում,
այդ առիթով։ Ամենայն դեպս Չարլզը այստեղ էր եւ աշխատեց հարաբերությունը Ամերիկայի վերականգնի։ Այստեղ մի ծառ է նախ թագուհու անունով, իր անունը գրված է, որ Էլիզաբեթը երբ որ եկել է Ամերիկա այցելել է, տեսնում եք այդպես։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ պիտի խոսեմ բենզինի մասին, պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy, հովանավորում է գտնվում է Բրբենքում, եթե տեղերի կարիք եղավ զանգարեք այս հեռախոսահամարին։ Դոկտոր Թավանսին է հովանավորում ծրագիրը, եթե աչքերի հետ որևէ հարցեր ունեք, Գլենդելում այս իր հեռախոսահամարը, նաև Orange County-ում ագնաբուժարան ունի, սա հեռախոսահամարն է, կարող եք զանգարեք։ ASA Air Conditioning-ն է հովանավորում։ Եթե դուք ձեր air conditioner պիտի ամառ է գալիս սերվիս անեք, որպեսզի ճիշտ աշխատի, ընդամենը $89 սերվիս անում։ Եթե unit-ը պիտի փոխեք, անկարծ շատ է հինացել եւ պետք ունեք, իրենք ձեզ estimate կտան, որ ինչ է ծախսը, նախապես ձեզ կասեն ծախսը ինչ է լինելու, դակտերը փոխեք, air conditioner փոխեք, բոլորը կարող եք խոսեք իրենց հետ։ Ծրագիրը հովանավորում է Չոփրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, Չոփրյանները փաստաբաններ են, եթե ձեզ են առաջարկում ավտովթար ունենաք, այս հեռախոսահամարին զանգարեք, դոկտոր Փարքր Ջահանգիրն է հովանավորում ալերգի ասմով, եթե տառապում եք, հեռախոսահամարն եք տեսնում, Հոլիվուդ Փիանոն է հովանավորում նոր եւ օգտագործված դաշնամուրներ գնելիս վարձելիս, այստեղ զանգարեք կամ այցելեք Փասադինայի իրենց կենտրոնը կվերադառնա։ Իրանի վրա հարձակվելուց հետո փետրվարի 28-ին բենզինը խիստ թանկացել է եւ հիմա նաեւ ամենաթանկ վիճակում է $4.20 միջին բենզինի գինն է։ Սա Ամերիկայի միջինն է, մեզ մոտ միշտ $1.80, $2 ավել թանկ է լինում, ուրեմն մեզ մոտ մոտավորապես $6 է միջին բենզինի գինը, որը $1.26-ով ավել թանկ է, քան թե այդ փետրվարի 28-ի գիշերը հարձակումը կատարվեց օրվա ընթացքին գինը $1.26-ով ավել ցածր։ Ամենավատը դիզելի գինն է, դիզելը 70%, 75% բեռը դիզել թրակներն են տանում, մնացածը էլեկտրական են, ուրիշ հարմարությունով են ստեղծում, բայց մեծամասնություն 70-ից 75% թրակներն են, որ ապրանքը բերում են, ապրանքը նավերով գալիս է, հագուստ, կոշիկ, ուտելիք եւ այլն գալիս է, հետո թրակներով փոխադրում են, դիզելի գինը այնքան շատ 40%-ով, բենզինը այդքան չի թանկացել, ինչ որ դիզելն է թանկացել, դրա համար ազդում է ամեն ինչի վրա, այս պատերազմը ազդել է, թանկացել է ամեն ինչ, շարունակենք։ Այստեղ տեսնում եք ընդհանուր վիճակն եք տեսնում բենզինի եւ նավերով պիտի գա, ուրեմն հիմա Հորմուզի նեղուցը փակ է, այսպես տեսնում եք այս թրակներն են, որ դրա համար ազդել է, երբ իրենց դիզելը գնում են, ամեն ուտելիքը ավել թանկացել է այդ պատճառով։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, հարցազրույց եմ ունեցել մեկ տեխնացուի հետ, կվերադառնամ, իսկ ծրագիրը հովանավորում է Ռաֆիզ մարքեթն է հովանավորում ծրագիրը, Բրբենքում է Գլենդելի արևանության, Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում։ Եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, հրդեհ տեղի ունեցել ձեր տանը կամ accident, զանգարեք այս հեռախոսահամարին։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք իրեն մասնակետին։ Բրբենքի Pizza Man-ն է հովանավորում ծրագիրը։ Եթե մի փիցա որևէ չափի գնեք, երկրորդ փիցան 50% զեղչ է առաջարկում Pizza Man-ը Բրբենքի։ Հեռախոսահամար շատ հեշտ է, տեսնում եք 818-431-1111։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում, իրենք բաս ունեն, մինիբաս ունեն, ձեզ կտանեն այս տարեցների կենտրոն ու կվերադարձնեն, Jackpot-ն է հովանավորում ծրագիրը,
գեղեցիկ հագուստներ ունեն, նաև Հայաստան տանելու համար $5, $10 հագուստներ կա, ամեն տեսակը կգտնեք Jackpot-ում, Pacific փողոցի վրա է գտնվում Jackpot-ը։ Անաշե գիֆտն է ովանավորում այս սուրճ պատրաստելու համանը իջեցրել են ընդամենը $9.99 էլեկտրական է, անաշեն գտնում է Գլենոքս փողոցի վրա կվերադառնա։